Կզղջամ մեկ բանի համար, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնողներ չեղան։ Այդ դրա համար կզղջամ։ Այդքան էր վիճակը սրբազան։ Իմ բոլոր քայլերի համար ես պատասխանատու եմ, ընդունել եմ, իմ սխալներն եմ ընդունել, գնահատել եմ որտեղ եմ սխալվել, ինչու եմ սխալվել, բնական է դա, շատ բնական։ Խնդիրը այստեղ այն է, որ մարդիկ կենտրոնանում են սխալների վրա, բայց չեն կենտրոնանում։ Որտեղ սուր բայկար է, այսպես է կյանքը, Չեն այսպես է կենտրոնանում հաջողության վրա։ Հաջողությունը ո՞րն էր այս ամբողջը։ Այո, մեր նպատակը ի վերջո նախ կասեցնելն էր գործընթացը ամբողջությամբ եւ նաեւ դրանից բխած չարիքը հեռացնելն էր, երկիրը ազատագրելն էր ի վերջո։ Չեղավ։ Բայց ինչ արձանագրեց։ Մեռած տեղից ենք ժողովուրդ ոտքի անել։ Դուք մի մոռացեք Արցախի հանձնումից հետո ինչ մթնոլորտ ու իրավիճակ էր, արդեն դուք ասացիք մեր երկրում։ Բոլորիս մեջ։ Ես հիշում եմ փետրվար, հունվար, մարտ ամիսներին ահռելի վիճակ, դեռ չեմ գնում դեկտեմբեր։ Սարսափելի վիճակ էր երկրում, բոլոր առնով ոչ ոք չէր մտածում, որ այսպես հանգիստ կերպով չի հանձնելու ամեն ինչ։ Ոչ ոք չէր մտածում։ Բոլորը վաշվուշ էին անում, ոլոր ման էին գալիս, չգիտեին ինչ էր տեղի ունենալու, ինչպես, դիմացը ինչպես են առնելու, ոչ ոք։ Եվ մեր ձեռք բերածը ինչն եղավ ամենամեծ, որ մենք ցույց տվեցինք, աշխարհին էլ ցույց տվեց, որովհետև աշխարհն էլ նստած նայում է, չէ՞ մեզ։ Արցախը հանգիստ հանձնեցինք, մարդիկ զարմացած շոկի մեջ էին, ասում են 30 տարի դուք կռվել եք, դրսի մասն եմ խոսում։ Հենց նույնը ամերիկացիներն էին ասում։ 30 տարի պայքարել կռվել եք ու այդքան այդպես մեկ օրվա, երկու օրվա մեջ հանձնեցիք, զարմացած մամուլում էլ կար հրապարակումներ այդ մասին։ Աշխարհը չի հասկանում մեր անհամապատասխան վարքագիծը։